Առանց պաղպաղակ ամառը պատկերացնել չի լինի, այն մեր մանկության սիրելի համերից է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը ամեն տարի ամռանը խստացնում է վերահսկողությունը։ Վերջին լաբորատոր փորձարկումների արդյունքում շուկայում շրջանառվող մի շարք ընկերությունների պաղպաղակների մեջ հայտնաբերվել են ինչպես աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, այնպես էլ կատնայուղի զանգվածային մասի խախտումներ։ Խախտումներ արձանագրվել են Nairiland, Pinkberry, Marnik, Աշտարակ Milk, Grand Candy, Igit ընկերությունների արտադրած պաղպաղակների նմուշներում։ Անունները, որոնք որ կարդացել են, մարդիկ պետք է ապրանքը չառնեն։ Լիազոր մարմինը նաև այս հարցում է թերացել եւ չի տեղեկացրել, թե որ օրվա խմբականակումը հայտնաբերել է խնդիրը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե պարզապես պետք է հայտարարություն անի եւ աշխատանքի իմիտացիա ստեղծի, որ ինքը աշխատել է, որովհետեւ հենց հիմա դուք կարող գնաք խանութ, վերցնեք այդ պաղպաղակ, այդ պաղպաղակը վերցնեք, տանեք լաբորատորիա, 3 օր սպասեք, լաբորատորիան պատասխանատու արդյունքները հրապարակեք։ Դուք դրանով սննդի անվտանգության մասնակից չդառը։ Պիպոյանի կարծիքով, որքան ստուգում դինի, այնքան էլ խախտում կհայտնաբերվի, քանի որ սաուտոմույում չեն ուսումնասիրում պատճառահետևանքային կապը եւ չեն վերացնում խախտումները։ Հենց այն սեզոնի արտադրությունը, երբ որ արտադրական ծավալները մեծանում են, հոսքագծերի ծանրաբեռնվածությունը մեծանում է եւ ոչ պատշաճ է կազմակերպվում ախտահանության գործընթաց։ Փորձեցինք կապ հաստատել այն ընկերությունների հետ, որտեղ խախտումներ են հայտնաբերվել։ Grand Candy-ից ասացին, որ շուտով հաղորդակցություն կտարածեն։ Nairiland-ի, Աշտարակ Milk-ի ու Pinkberry-ի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Կապվեցինք նաև Marnik ընկերության տնօրենի հետ։ Նա չհրաժարվեց հարցազրույց տալ։ Փորձեցինք նաև արտադրական գործընթացը նկարահանել, բայց տարածքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ էին տարվում։ Մեր մոտ ահագին բան ավտոմատացված չի եւ ձեռքով շատ բաներ է արվում։ Ամենաշատը արվում է հենց այդ կեսկիդրանոցի հետ, որտեղ որ ասենք կապալիչների վրա այդ բան խփելու process-ը, ասենք ակցիզները խփելու, դրոշմա պիտակները խփելու ընթացքում սեղանը, որի վրա աշխատում են, սեղանը ճիշտ է, անդադ մաքրում են ախտանը, բայց ցանկացած պահի ինչ որ մեկը եթե, չգիտեմ, փռշտա կամ ինչ որ մի կրող լինի, միկրոբի կարող անցնի, մենք սերտիֆիկացիա ենք անցնում, մենք տալիս ենք ինչ որ լաբորատորիաներ, իրանք ստուգում են, դրա հիման վրա մեզ տալիս են սերտիֆիկատ եւ մինչեւ հիմա ամեն ինչը նորմալ է եղել։ Marnik-ի տնօրենը եւս մի խնդիր մատնանշեց։ Սաատման հաճախ իր խախտումների մասին հայտարարություններում ոչ տեղին ընդհանրացումներ է անում։ Ընդհանրացնում են ու ասում են, որ մեր մոտ էլ է 1-ից 20%-ն է յուղային մասայի մեջ կատնայուղ, երբ որ մեր մոտ 100%-ն է կատնայուղը այդ յուղային մասը։ Ես կարծում եմ, որ ուղղակի կոմպետենտ չէ։ Չէ, որտեվ ասենք այդ բանը հնարավոր չի չտեսնել։ Պաղպաղակը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև անվտանգ։ Մինչ ապրանքները շարունակում են տեղ գտնել խանութների սառնարաններում, սպառողին մնում է միայն իր հույսը, սեփական տեղեկացվածության վրա։ Իսկ երբ վերահսկող մարմինները ուշ են արձագանքում, պատասխանատվությունն էլ է ընկնում այնտեղ, որտեղ չպետք է լինի, սպառողի ուսերին։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Rio Pan Media։